Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 26 Երանի նրան, ով արթուն է, հայտնություն 16-րդ գլուխ 15-րդ խոսք Ես ամեն օր մեռնում եմ, ասում էր առաքյալը, այսպիսին էր վաղ քրիստոնյաների կյանքը, ուր էլ գնային, նրանց կյանքը մազից էր կախված, և չնայած ներկայումս մենք նման սարսափելի հալածանքների չենք ենթարկվում, այնուամենայնիվ, քրիստոնեական կյանքի ներկայիս փորձությունները թերևս ավելի մեծ սպառնալիք են մեզ համար, քան անցյալի կրակոտ հալածանքները։ Մենք պիտի տանենք աշխարհի ծաղրանքն ու հեգնանքը, բայց ավելի դժվար է դիմադրել նրա խեղկատակությանը, քծնանքին, շողոքորթ խոսքերին, համոզիչ ճառերին և կեղծավորությանը։ Պիտի զգոն լինենք, որ չհարստանանք և արդյունքում հպարտ դառնանք, որ չտրվենք չար ներկայի նորաձև արժեքներին և կորցնենք մեր հավատքը, և եթե նույնիսկ կարողացել ենք հաղթահարել հարստության փորձությունը, չպիտի թուլացնենք հսկողությունը, քանզի աշխարհի հոգսերը նույնքան կործանարար կարող են լինել։ Գուցե մռնչացող առյուծին չի հաջողվել պատառոտել մեզ, բայց չի նշանակում, որ ահարկ ու արջը մահացու հարված չի հասցնի մեզ։ Սատանայի համար միևնույն է, թե ինչ ճանապարհով է վնասում մեզ, քանի դեռ նրան հաջողվում է կործանել մեր սերն ու վստահությունը Քրիստոսի հանդեպ։ Ես մտավախություն ունեմ, որ քրիստոնեական եկեղեցին ավելի հեշտ կտրվի գայթակղությանն այս մեղմ ու մետաքսյա ժամանակներում, քան անցյալի դաժան օրերում էր։ Մենք պիտի ավելի քան երբևէ արթուն լինենք, որովհետև անցնում ենք հմայության երկրի վրայով, և եթե մեր հավատքն առ Աստված իրական չէ, և մեր սերը Հիսուսի հանդեպ բոցավառ կրակի պես չէ, ապա հավանաբար մահվան քնով կննջենք։ Ներկայումս շատերը, որոնց դավանանքը մակերեսային է, ապացուցում են, որ իրենք որոմ են, այլ ոչ թե ցորեն, կեղծավորներ, որ լուսեղեն դիմակներ են կրում, և ոչ թե վերստին ծնված ճշմարիտ քրիստոնյաներ, որոնք կենդանի Աստծո զավակներն են։ Սիրելի քրիստոնյա, մի կարծիր, թե կարող ես հաղթահարել ներկա ժամանակներն առանց զգոնության և սուրբ նախանձավորության։ Դու ունես սրանց կարիքը ավելի քան երբևէ, և թող հավիտենական Սուրբ Հոգի Աստվածն իր ամենակարող զորությունը դրսևորի քո մեջ, որ թե մեղմ, թե դաժան օրերում կարողանաս ասել. «Այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց» Հռովմայացիս 8-րդ գլուխ 37